Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից Ուկրաինայում առնվազն 15 մարդ է զոհվել, զոհերից 2-ը երեխաներ են, 20 վիրավոր կա։ Կիևը պնդում է, որ գիշերը ռուսներն օգտագործել են Իսկանդեր M բալիստիկ հրթիռներ և 79 հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ ամենամասշտաբային հարձակումները Զապորոժիեի մարզում են եղել։ Ռուսական հարվածների պատճառով մարզի հարավում գրեթե 60,000 բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հարվածների մասին տեղեկությունը չի հաստատել, միայն հայտարարել է, որ ռուսական զորքը պատասխանում է Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին։ Գիշերը Մոսկվան Կինժալ հիպերձայնային հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին։ Ուկրաինայի գլխավոր շտաբն էլ հայտնում է, որ դրոններով հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին։ Ռազմաճակատում նկատվող թեժացումներին ավելի հանգիստ է սկսել հետևել Միացյալ Նահանգների նախագահը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո Միացյալ Նահանգների հարաբերության վերջին կաթիլը, պատերազմում Թրամփն ասել է. Վերջին կաթիլ չկա, երբեմն պարզապես պետք է թողնել, որ իրադարձությունները զարգանան։ Նրանք կռվում են և գործը պետք է ավարտին հասցնեն։ Սա դժվար պատերազմ է եղել Պուտինի համար։ Նա շատ զինվորներ է կորցրել, գուցե մոտ 1 միլիոն։ Դա ծանր էր նաև Ուկրաինայի համար։ Երբեմն պետք է թողնել, որ իրադարձությունները հասնեն սահմանագծին, ավարտին։ Իսկ ավարտը դեռ մոտ չէ։ Չնայած Թրամփը հայտարարել է, որ հիմա ինքը չի պատրաստվում Տոմահավք հրթիռներ տրամադրել Կիևին, Գերմանիան պատրաստ է Փետրիոտ համակարգեր տալ Զելենսկիի զորքին։ Ռազմաճակատում ամենալարված կետը մնում է Պոկրովսկը։ Դոնեցկի դարպաս անունը ստացած քաղաքում, ըստ Զվեզդա լրատվական կայքի, ուկրաինացի զինվորներն արդեն վայր են դնում զենքերը։ Պոկրովսկում աշխատող ռուս ռազմական թղթակիցները հայտնում են, որ ռուսական ուժերը փորձում են մտնել քաղաքի հյուսիսային հատված։ Կիևը հերքել է ռազմական նշանակություն ունեցող բնակավայրում ռուսական զորքերի առաջխաղացման լուրը, հայտնել, որ մեծացնում է իր գրոհային զորքերի թիվը ճակատի այդ հատվածում։ Մարիամ Ամիրջանյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։